Հայը հարցերի պատասխան Բժտամը եւ Հայան ներկայացնում են ամեն մի հարց ունի մեկ պատասխան նախորդ ֆիլմերի համար հարցեր են եղել եւ հիմնականում հարցերը մոտավորապես խտացնելով պատասխանեմ ամփոփեմ այս ամենը որպեսզի հասկանալի լինի առաջին հարցը ինչ որ մեկը այսպեսի հարց է տվել ավելի լավ պայմաններ, եթե այդքան ամենակարող եք, ինչու ձեր ռեսուրսների չեք օգտագործում վերացնել Լևոնին, Քոչարյանին, Սերժին, Նիկոլին իրենց ռեժիմի հետ։ Միայն էլ դուք եք, ձեր այդպես ասած գիտնականների խմբով։ Շատ լավ պատասխան է եւ պատասխանի հարց է եւ պատասխանը բոլորդ էլ լավ գիտեք։ Պատասխանեմ Լևոնի ժամանակ մերժեցիք Լևոնին, բերեցիք Ռոբերտ Ումուդովին և այդպես շարունակ Ումուդովից հետո բերեցիք Նարիմանովին և Նարիմանովին մերժելով բերեցիք Նիկոլին հիմա էլ ինչ տարբերություն Հայաստանում մոտավորապես 100,000 Նիկոլներ Քոր Լևոններ և այլն կան ինչ տարբերություն այս 4-ին վերացնենք նորից բերելու եք ինչ-որ մեկին Եթե դուք չեք փոխվում, ինչ տարբերություն թե ում կվերացնենք կամ ինչ-որ մեկը կվերացնի, վերացնելով հարցը չի լուծում, եթե հարցը ձեր մեջ է, որ չեք փորձում կողմնորոշվել, ինչ անեք, ինչպես անեք և մի քիչ մտածեք, ինչպես Անդրանիկն էր ասում, գոնե քնելուց առաջ մի 15 րոպե մտածեք, եթե դուք դա չունեք, Ձեզ պետք է միայն, որպեսի այս 4-ը վերանան, հետո նորից հույա ասելով վազեք մի նոր ընտրվածի հետևից, ինչ տարբերություն։ Նաև այստեղ մի հարցի մասին խոսեմ, եկեղեցականների և իմիջիայլոց նաև հայերը ովքեր են եղել աշխարհում եւ այլն, ինչ որ մի դատարկամիտ զինվորական մեկնաբան կա, էքսպերտ, որը երեք դիտեցի, ինչ-որ հաղորդման ժամանակ նաև այսպիսի արտահայտություններ էր անում, հայերը հին ժամանակներում եղել են թարգմանիչներ, և նման անասուններին դիտում են 20-30 հազար մարդիկ և հասկանում, որ հայերը միայն թարգմանիչ են եղել, Հայերը ինչպես են թարգմանիչ եղել, երբ որ բոլոր ազգերում կային մարդիկ, որոնք սովորում էին հայերեն, երբ որ հայերը գնում էին և նրանց սովորեցնելով որևէ բան, այդ մարդիկ էին մնացածին բացատրում, թե հայերը ինչ են ասում, այդ մարդիկ էին գալիս Հայաստան սովորելու և իբր Բաբելոնի աշտարակ և նման կառույցների ժամանակ հայերը եղել են միայն թարգմանիչներ և 5-րդ, 6-րդ ազգն են եղել աշխարհի երեսին լավագույնների մեջ, այդ նման հիմարությունները, երբ որ օտարներն են ասում, որ հայն է արարիչ ազգը, գերմանացին, անգլիացին, նույն այդ ամենը ասում են, երբ որ գերմանացի գիտնականը 1890-ական թվականներին ասում է, եթե մենք բոլոր փարավոններին իբր նրանց մումիաները, որը հանել ենք, որ ապացուցված է, որ բոլորը հայկական գեն ունեն, ոչ թե նրանք փարավոններ են, այլ նրանք գիտնականներ են, եթե այդ ամենը դնենք իր տեղը, ապա աշխարհը ճշմարտության մեջ կողողվի, նույնը նաև անգլիացիք, նույնը նաև Բայրոնը և այլն Կարող եք բացատրել ձեր 7 տարի առաջվա հեղափոխության մասին վիդեոն, որտեղ ասում եք կանգնեք Նիկոլի կողքը։ Ինչ-որ մեկը այսպիսի հարց է տվել։ 7 տարի առաջ ես նման արտահայտություն չեմ արել, միայն ասել եմ, երբ որ Նիկոլը գալիս էր Ֆրանսիայի հրապարակ, այդ ժամանակ օպերայի մոտ հավաքվածները, Եղիշներ, Պարույրը,
Մհեր Մկրտչյանի եւ այլն հավաքված միտինգ էին անում եւ մի 200-300 մարդ կար։ Ես նրանց եմ ասել գնացեք կանգնեք եւ ասեք որ մենք էլ ենք հեղափոխություն կատարում, մենք էլ պետք է ստանանք պաշտոններ։ Եվ հիմնական նյութերը, որի մասին խոսել եմ, այդ հարցին կպչելով դա է եղել, իսկ մնացած դեպքերում ասել եմ գնացեք Նիկոլի այդ շքախմբի հետ քայլեք եւ գողացեք նրա հեռախոսը, կտեսնեք թե ում հետ նա կապ ունի, որտեղից է հրահանգներն ստանում։ Ուրեմն լավ դիտեք մի քանի ֆիլմեր մեկը մյուսի հետևից, որպեսզի հասկանաք։ Ինչպես նաև դրան հետևեց Զարուհի Փոստանջյանը գնաց որպեսզի խոսեր հրապարակում եւ Աննա Հակոբյանը չթողեց որ նա բարձրանա բեմ եւ այդ ժամանակ արդեն նաև հաջորդ ֆիլմը ես բոլորը լավ հիշում եմ, ասել եմ որ սա այս խաղում ոչ ոքի չեն թողնելու մոտ գան, տները գնացեք, բայց միայն գողացեք դրա հեռախոսը, որպեսզի ինքներդ համոզված լինեք։ Ինչով է հայը համարվում տիեզերքի բարձրագույն տեսակ ըստ ձեր աշխարհընկալմամբ։ Ոչ թե իմ աշխարհընկալմամբ, ամբողջ աշխարհը դա գիտի, թեպետ ծածկադմփոց են անում այդ ամենը, որպեսզի չհասկացվի, այսպես թե այնպես, սա մեկ ուրիշ, ինձ թվում է դուք կհասկանաք, որ հարցը ով է տվել ձեզնից։ Ինչ է հայը համարվում։ Կրկնեմ նորից, որպեսզի հասկանալի լինի։ Հայան, այս մասին հետագայում էլ եմ խոսալու, իրենք մահացան երկիր մոլորակում, քանի որ երկիր մոլորակը մերը չէ, իրենցը չէ, դրա համար առաջի 80,000 տարի հետո նրանք մահացան։ Եվ նրանք այդ ժամանակ, երբ որ ասացի, որ Չինաստանում ստեղծեցին գործարաններ, գիտահետազոտական կենտրոններ, առաջին նրանց թռիչքից հետո, որպեսզի կարողանան այդ ընկալումը, միտքը, հիշողությունը ներդրվի այլ երկրում ծնված ազգերի ժողովուրդների մեջ, ամենից շատը ծնվեց հայերի մեջ, հետագայում քիչ տոկոս չինացիների, հնդկացիների եւ մի փոքր գերմանացիների մեջ ծնվեց այդ ամենը, այդ հիշողությունը։ Եվ երբ որ այս հայմերով մարդը հիվանդանում է, նա կորցնում է հիշողությունը, այսինքն նա ոչ ոք է։ Իսկ տեսնելով, սովորել եւ ընկալել ամեն ինչը դա դժվար է, քան ընդունել հիշողություն։ 30 միլիոն տարի հայան է գոյատևել, 3 միլիոն տարի երկիր մոլորակը, 10 անգամից ավել, մի քիչ թվերը կլորացրած եմ ասում, որպեսզի հասկանալի լինի։ Եվ այսօր եթե ազգերը, ցեղերը նորից 80,000 տարի հետո մագնիսական դաշտի փոփոխություն լինի, մագնիսական դաշտը սրբում է ամբողջ հիշողությունը, որից հետո նորից մարդիկ սկսում են իրենց տեսածը, իրենց լսածը, իրենց ընկալածը կամաց աշխատեցնել, իսկ հայերի մեջ ինչ-որ մի մասի, շատ փոքրիկ մասի, չինացիների և հնդկացիների մեջ, գերմանացիների ընդհանրապես շատ քիչ, ծնվում են նման մարդիկ, որոնք համաշխարհային գյուտեր են կատարում, տեխնոլոգիաներ են կատարում, և հենց այդտեղ է հայերի տիեզերքի բարձրագույն տեսակը, քանի որ հայան վերացել է, մնացել ենք հայերս իրենց հիշողությամբ, և այն հայերը, որոնք ստանում են այդ հիշողությունը,
իրենց անվանում են ոչ թե հայ, անվանում են հայա, քանի որ նրանք ինչ տարբերություն, օրինակի համար բացատրեմ, որ այս հասկանալի լինի, ինչ որ մեկը Պետրոսն է, Պետրոսը կորցնում է հիշողությունը և նրա մեջ հիշողություն է տեղադրվում Արամի հիշողությունը, արդեն նա ոչ թե Պետրոսն է, այլ Արամն է, դրա համար այն հայերը, որոնց մեջ ծնվում է այդ հիշողությունը, նրանք արդեն իրենց անվանում են հայա, և այդ 111 հոգին Մուրադ Խալթեցին և այսքանի օրը նաև մեկ-երկու ամիս առաջ Հայաստանից երկու երիտասարդ են նաև տարել իրենց մոտ, այդ երիտասարդները դեռ նրանց կատարյալ անդամ չեն, նրանք իրենց համարում են հայա, նրանք իրենց հայ չեն համարում, քանի որ նրանց հիշողությունը ավելի բարձր է, նրանց հասկանալու տիեզերքը, բնությունը և այլն, ամեն մեկը մի բնագավառում հասկանալու ընդունակությունը շատ բարձր է, քան մյուսներին է։ Եթե օրինակի համար դուք գնում եք կամպյուտեր և այդ կամպյուտերի մեջ առայժմ ոչինչ չկա և ինտերնետի հետ կապ չունեք, այդ կամպյուտերը մի ստից դառնում է տախտակի կտոր կամ էկրանի կտոր, երբ որ նրա մեջ լցնում եք տարբեր ֆայլեր, այդ ժամանակ այդ կամպյուտերը ինչ-որ արժեք է ունենում, ավելի կատարյալ, ավելի բարդ պրոգրամաներ և այլն մտցնելով դառնում է ավելի կատարյալ, ինտերնետի հետ կապով դառնում է բացարձակ հիշողությամբ կատարյալ, քանի որ այնտեղից ստանում է ինֆորմացիաներ, որի 99%-ը ճիշտ է, սուտ է, դա չի հարցը, նույնը մարդը ստանում է այդ ամենը, իսկ այն հարցը, որի մասին արդեն ասել եմ, թե ինչպես է ստանում, ես դա չգիտեմ, դա հայայի մեծագույն գյուտն է, որ իրենք մահանալով երկիր մոլորակի մարդկանց մեջ մտցրել են այդ ամենը, որը 4 ազգերին է հատուկ, որոնց տրվում է տարբեր չափերով և ամենից բարձր տոկոսը տրվում է հայերի մոտ, սա է հարց, և քանի որ հայերի մեծ մասը 3000 տարուց ավել աշխարհով մեկ սփռված է, և մեր հին հայրենիքը Իսպանիայից սկսած մինչև Պակիստան, Ռուսաստանի կեսից սկսած մինչև Աֆրիկայի հյուսիսային այդ երկրները, այդ բոլորը նրանք իրենց անուն ազգանուն փոխած, նույնիսկ տեսքերն է փոխվել ըստ բնակլիմայական պայմանների, և նրանք իրենց նույնպես հայ են անվանում կամ հայ, նայած որ տեսակին են նրանք պատկանում, իսկ այդ մասին, թե ինչպես օդով է կատարվում, ջրի միջոցով է կատարվում, թե ինչպես, ես դա իմ բնագավառը չէ, ես դրան տեղյակ չեմ, այդ մասով զբաղվում են այդ 111 հոգուց մի քանի հոգի դրանով, և ես չգիտեմ դրա մասին, եթե իմանամ էլ իրավունք էլ չունեմ խոսելու այդ մասին, թե ինչի միջոցով են նրանք դա կատարում, իսկ իմ աշխարհընկալմամբ հայն է հանդիսանում երկիր մոլորակի, քանի որ հայան դա միայն պատմություն է և հիշողություն է, որը մտնում է մեր մեջ, հայն է հանդիսանում տիեզերքի բարձրագույն տեսակ, что есть Вселенная, расширяется ли она или идет обратный процесс, это заметил Творца, что подразумевается под словом «творец», ведь должна же быть сила, которая начала или создала эти процессы во Вселенной, или это хаотическое состояние и есть суть. Բացատրեմ այս հարցը։ Նախ, եթե դուք մտածում եք, որ ինչ-որ մեկը ստեղծել է տիեզերքը,
վերցնենք ձեր Աստված ասած Աստված Քրիստոսը կամ Քրիստոսի հայրն եք ասում Եհովա եւ այլն, դա հոգի է, դա այս է, դա այն է, դա այն է եւ այլն, եւ օրինակի համար ինչ որ մեկը ասում է Քրիստոսի հայրը Եհովա, հիմա ես ձեզ հարց եմ տալիս, իսկ Եհովան ինչից է առաջացել? Դուք իհարկե պետք է պատասխանեք, դա արդեն մեր գործը չէ, դա բարձրագույն տեսակ է, իսկ մարդը տիեզերքի բարձրագույն տեսակը լինելով պարտավոր է դա հասկանալ, կա նման բան, թե չկա, եւ եթե գիտականորեն մոտենում ենք հարցին, ապա տիեզերքը եւ ամեն ինչ ստեղծվել է ոչնչից, տիեզերքը ընդարձակվում է, երկրորդ հարցը, նա չի սեղմվում, քանի որ այն ուժը, այն շարժիչը, որը տիեզերքը շարժում է, նա ընդունակ է միայն տիեզերքը ընդարձակելու, տիեզերքը ընդարձակվելով տիեզերքի ծայրի դրսի արդեն գալակտիկաները մահանում են եւ ներսում ծնվում են նորերը եւ ամեն ինչ ստեղծվել է ոչնչից, չկա ոչ մի եւ ոչինչը դա ոչ խելացի, առանց խելքի պրոցես է, բայց ինչպես ռուսական կալեյդոսկոպետ մի երեք ջարդած տարբեր գույնի ապակի էին գցում, մյուս ծայրից դիտում, երկու ապակի եւ մեկ հայլի են տեղադրում եռանկյունաձև դիտում եւ պտտելուց այդ ամենը փոխվում էր եւ այդ ոչնչի ստեղծված տիեզերքը կատարելով տարբեր շարժումներ ստանում է տարբեր նախ ջրածին, հելիում եւ մնացած բոլորը դա միայն ճնշումների տարբերության ջերմաստիճանների շնորհիվ ստացվել են բոլոր Մենդելեևի Աոսյակի այդ ամեն ինչը տիեզերքը քաոտիկ շարժում չի կատարում, տիեզերքը կատարում է շվեյցարական ժամացույցի նման ճշգրիտ շարժում, քանի որ այդ շարժիչը նրան ստիպում է այդպես շարժվել։ Եվ այս հարցը հենց այն հարցն է, որը ես պատրաստել եմ բրուտի համար, նրան հարվածելու, քանի որ երբ որ տիեզերքի մասին խոսվի, ապա կորցնում է այս ամենը իր նշանակությունը, վերանում է Աստված, քրիստոնեություն, մուսուլմանություն եւ այդ խապկանքը ինչու է դրել այդ երկու տեսակի մեջ եւ միևնույն ժամանակ եւ նրանց եւ որոշ երկրների դրոշներ են կորցնում իրենց արժեքը, նախորդ ֆիլմը դիտեք կհասկանաք եւ նաեւ ինքը բրուտը թագավոր չի կարող լինել, չկա Աստված, որ նրան թագավոր էր կարգել իր նախնիներին։ Հաջորդ հարցը, իմաստը որն է նախադարյան օրենքներով ապրելու, խելք ունեցողը այսքան դարերի ընթացքում ավելի լավ ապրելու պայմաններ կստեղծեր կամ ինչպես եք ասում, ամեն ազգ միայն իր հողում կարող է գոյատևել, ինչ թուրքերն են վատ ապրում, թե ամերիկացիները կամ ավստրալիացիները լավ էլ տեղավորվել են ուրիշների հողերում, ամեն ինչ ժամանակավոր է եւ ինձ թվում է մնացած նյութերը չեք դիտում կամ չեք փորձում ընկալել կամ չեք ընկալում եւ միայն դիտում եք այդ ամենը եւ այս հարցը ավելի մանրամասնեմ, որպեսզի հասկանաք ինչի հայերը 33 անգամ, սա 34-րդն է, աշխարհի բոլոր ցեղերին, տեսակներին, քանի որ աշխարհի խաչմերուկում էին եւ հսկում էին ամենքին,
ինչի նրանք չվերացրեցին, որպեսզի մնային միայն իրենք, թեկուզ էս միայն վերջի անգամ։ Քանի որ Հայան նրանց բացատրել էր, որ եւ նրանք նաեւ դրանում, հայերս նաեւ դրանում համոզվել էինք, նախորդ անդամները եւ միշտ եւ այս անգամ, ինչպես աշխարհում նշում են 67 միլիոն, 10 միլիոն միայն Թուրքիայում թաքնված եւ մյուս ազգերում սկսած հյուսիսային Աֆրիկայից մինչև այդ հին Հայաստանը, որը նշեցի, այդ ամեն տեղ հայերը կան, հայերը եղել են, բայց երբ որ 80 տարի հետո վերանում է նոր հայերը, որոնք ստանում են նաև հայայի հիշողություն, նրանք տեսնում են, որ իրենք Ամերիկա կոչվող մայր ցամաքում, այդ կարմիր հողում կամ Սև հողում կամ Ավստրալիա եւ այլն, կամ Չինաստան եւ այլն, այդ բոլոր տեղերում նրանք վերացել են, մնացել են միայն իրենց տեսակը հայկական լեռնաշխարհում։ Նրանք այդ ամենը լավ գիտեն, դրա համար եւ հայ աստվածների օրենքում նրանք նշում են. ապրիր քու էթնիկ հողում, գոյատևիր եւ մի վնասիր եւ կենթանիների եւ այլոց էթնիկությունը, դա է կարևորը, քանի որ այսօր թուրքերը կան կամ ամերիկացիները, դրանք բոլորը վերանալու են եւ լավ է, որ վերջին 3000 տարում դրանք կատարեցին բռուտները ոչ թե դրանից առաջ եւ այժմ մնացել են ըստ 111-ի մի քանի հոգի, որոնք դրանով են զբաղվում եւ նախնիները նաեւ տվել են, որ 1886 թվականին եւ 2023 թվականին եղել է արդեն 2 ազդանշան եւ նրանց հաշվարկով 160-180 տարի հետո վերջն է լինելու, փոխվելու է ամեն ինչ։ Դրա համար նրանք ինչ որտեղ հանգիստ են, ինչ որտեղ նաև կատարում են իրենց գիտական վերջնական փորձերը եւ ես չգիտեմ, դա ինձ համար անհասանելի թե անբացատրելի է, նրանք զբաղվում են նաև այլ գործերով, այլ բաներ գտնելու բացի հիշողությունը եւ դրա համար նրանք գտնվում են երկրի մակերևույթից 300 մետր խորության վրա, նրանց այդ ամբողջ սարքավորումները եւ այլն, հիմա կասեք այնտեղ ջերմությունը այսքան պետք է լիներ, ամեն ինչ նրանք այնտեղ կարգավորել եւ հիմնականում չինացիներ, հնդկացիներ եւ 111-ն է աշխատում այնտեղ եւ թե ինչ փորձեր են կատարում, ես դրա մասին տեղյակ չեմ, քանի որ նշում եմ, ես հեռացել եմ իրենցից շատ վաղուց եւ ոչ թե շատ վաղուց, մի քանի տարի առաջ եւ նրանք արդեն պետք է այդ ամենը կատարեին եւ ես ընդունակ չեմ եւ իմ տարիքը եւ ոչինչ չի ներում ինձ, որպեսզի դրանով զբաղվեմ եւ ես գտել եմ, որ ինձ համար կարևորը հարվածելն է բռուտին, եթե մեզ պետք է վերացնի, իսկ նրանք ինչ ճանապարհով ինչպես են դա կատարում, դա իրենց գործն է, ինչպես նշել եմ, նրանք ունեն մատերիան մահացնելու, վերացնելու սարք։ Շնորհակալություն Մշեչի ջան, եթե բրուտագործներ մոտ 3000 տարի կործանումներ կատարեն, մեր հայ աստվածները երբ պիտի պատժեն իրենց, մենք ալ հոգնեցենք եւ մինչեւ երբ մեր նոր սերունդը պիտի կործանի, թող կոսեցի չիբավորում է եւ ընտրիր մարդիկ թող ապրեն նորմալ կյանք, հա, չիպավորումը արևմտահայերը շատ են Սփյուռքում ոնց կարենան
ներկայանալ Հայաստանում։ Այդ չիպավորումը դա համաշխարհային է, դա մեզ հետ կապ չունի, դա ամբողջ աշխարհին են չիպավորելու, որպեսզի տոտալ հսկողություն սահմանվի աշխարհի վրա, եւ ինչպես ինկուբատորի կամ այդ հավաբուծարանների հավերն են կամ կովերի ականջներին ունենա մեկի իրենց նշանը, նույնը մարդիկ այդպես պետք է վերահսկվեն։ Ես շատ մի քանի տարի առաջ, միգուցե այս տարի նույնպես խոսել եմ այդ ֆիլմերի մասին, որ ստեղծել են արդեն բրուտները այնպիսի փոքրիկ սարքեր, երբ որ մեքենաներ 16 մեքենա ամենաբարակ ասեղի տրամագծի շուրջը 16 մեքենա է հավաքվում, այսինքն եւ նրանք շարժվում են, եւ լսում են, եւ տեսնում են, այսինքն տարբեր տիպի նրանք շատ փոքրիկ սարքեր արդեն ունեն, նույնիսկ այս կովիդի ժամանակ մարդկանց օրգանիզմի մեջ տարբեր նաև հսկող սարքեր ներմուծեցին, և հայ աստվածները իմիջիալոց այստեղ մեկ անգամ նույնպես նշեմ, որպեսզի հասկանանք, քրիստոնեության, մուսուլմանության համար աստվածները աներևույթ ինչ-որ բան է երկնքում, հայ աստվածները օրինակի համար աստված է համարվել նաև Վիկտոր Համբարձումյանը, Սերգեյ Մերգելյանը, Շիրակացին եւ այլն, նրանք գիտնականներ են, գիտնականներին են անվանում, որոնք կարողանում են ինչ-որ բնագավառում, ինչ-որ մեծ գյուտեր կատարել, դրանք են աստվածները, եւ նրանք ինչպես սովորական մարդիկ մահանում են, այդ աստված բառը փոխարինելով նաև հայայի, երբ որ մեզնից գողացան այդ ամենը բրուտները, նրանք խեղաթյուրեցին այդ ամենը եւ դրա համար այսօր ունի այդպիսի տեսք եւ մարդիկ կարծում են, երբ որ ասում եմ հայ աստվածներ, նրանք աներևույթ ինչ-որ մեկն են, դրանք մարդիկ այդ 111-ի մեջ կան աստվածներ եւ նրանք մեծ գյուտեր են կատարում եւ գաղտնի են մնում, նույնիսկ նրանց մեջ կան 4 չինացի կա, կարծեմ 2 հնդկացի կա, որոնք նույնպես մեծ գյուտեր են կատարում այսօր, նրանք նույնպես աստվածներ են կոչվում, բայց նրանք մարդ են, որոնք մահանում են, այս տարբերությունը պետք է հասկանալ, այս անձնավորությունը տվել է հարցեր եւ այդ հարցերը ինձ թվում է բոլորիդ միասնական հարցի ինչ-որ հարց է, որի պատասխանը տալիս եմ, ինչպես են առաջացել երկիրը և լուսինը, երբ որ 10 տարի առաջ ես խոսում էի երկու շվեդացի գիտնականների հետ, որոնք 14 տարի, մեկը 16 տարի մյուսը և անընդհատ գիշեր ու ցերեկ, այսինքն գիշերները միայն, քանի որ այդ սարքերը հեռադիտակները, աստղադիտակները աշխատում են գիշերները միայն, հսկել են տարբեր աստղեր, գիգանտ աստղեր եւ նրանք ինձ, երբ որ այս մասին խոսեցի, որ արեգակնային համակարգության մոլորակները առաջացել են արեգակից, նրանք շեշտեցին, որ արեգակի չափերը այնպիսին չէ, որպեսզի նրանից ստացվի Ես ասացի, իսկ այդ աստղերը, որոնց դուք դիտարկում եք 16 տարվա մեջ և 10-12 տարվա մեջ ինչ-որ փոփոխություն տեսել եք, ինչ-որ նրանք իրենցից արտադրել են արդեն մոլորակներ կամ ինչ-որ մասսա է հեռացվել նրանցից, ասացին ոչ, ասացի, բայց ինչի պետք է նրանք կարողանային, քանի որ նրանք չափերը այնպիսին են, նրանք կարող են այդ երկաթ, քար եւ այլն այդ ամենը իրենցից արտանետել, ասացի սխալվում եք դրանում եւ բացատրեցի, որ երբ որ այստեղ արեգակնային համակարգություն այստեղ երկիրն էլ եմ հետը տեղադրել, բարձրանում է այստեղ, սա ուրիշ ֆիլմի համար նրանց էր
վարչապետ, որպեսզի բացատրի, բարձանում է այստեղ, այս ճանապարհը, երբ որ նա անցնում է, ամենակարևոր պահը նրա այս կետն է, երբ որ այս կետից նա արդեն իջնում է ներքև, ապա ինքը սկսում է ճոճվել, արեգակը սկսվում է ճոճվել եւ այդ ճոճվելու ժամանակ նրա մասսան փոփոխվում է եւ ճնշումները տարբեր տեղեր փոփոխում են եւ նա իրենից արտանետում է այդ բոլոր Մենդելեևի աղյուսակի էլեմենտները, որոնք նրանից մի քանի կիլոմետր հետո արդեն այդ ճնշումների տակ դառնում են տարբեր նյութեր եւ արտանետվում են։ Դա է պատճառը, որ առաջանում են մոլորակները եւ այլն։ Իսկ եթե չեք զբաղվում աստղագիտությամբ եւ այլն, բացատրեմ նաեւ, որ արեգակը մոտավորապես 340,000 անգամ մեծ է երկրագնդից։ Բոլոր մոլորակները միասին Յուպիտեր, Սատուրն եւ այլն իրենց ամբողջ, այսինքն ամեն ինչ գտնվում է արեգակնային համակարգությունում, այդ բոլորը միասին կազմում են ամբողջ համակարգության 0.03%-ը, 99.7%-ը դա արեգակն է, մնացածը այդքան են։ Եվ այդ փոքր մասնիկները նա միայն այս դեպքում կարող էր իրենից արտանետել, իսկ տիեզերական մարմինները կլոր են, քանի որ այդ տարբեր նյութերը իրար հետ հարվածելով, ճանապարհին իրար հանդիպելով, նրանք սկսում են նաև պտտվել եւ այդ ռոտացիայի ժամանակ, քանի որ կա նաև տետե դաշտերը, այս դաշտը, սա արեգակի դաշտն է, կա նաև այդ դաշտը, ապա այդ սա արեգակի դաշտն է, այս դեղնավուն գույն, ապա այդ դաշտում նրանք նույնպես իրենց շուրջը ստեղծում են իրենց դաշտը եւ պտտվելով ռոտացիայի դրանք նրանք պետք է շպրտվեն հեռու, բայց տետե դաշտը նրանց թույլ չի տալիս եւ ինչ որ պահի նրանք կանգնում են, դրա համար եւ արեգակը եւ մոլորակները, բոլոր գնդաձև մարմինները ներսից փուչ են եւ հենց այս ձևով է առաջանում առաջացել մոլորակները, երկրագունդը, լուսինը եւ այլն։ Բայց այստեղ ինչն եմ նաեւ ցուցադրել, երբ որ դեռ այստեղ հայան կար, երբ որ բարձրանում ենք վերև, սա այստեղ երկրագունդն է, ավելի է բարձրանում եւ այս պահին, երբ որ կատարվում է արեգակի ճոճքը այս կողմը անցնելուց, արդեն այն տարբերությամբ, թե երկրագունդը կամ լուսինը կամ այլ մոլորակներ կլինեն նրա առջևից թե հետևից, առջևից լինողները մոտենում են արեգակին, հետևից լինողները հեռանում։ Եվ այդ ճոճման պանն են օգտագործել հայան, երբ որ երկիր արեգակ հեռավորությունը արդեն մտածված դարձել են 150 միլիոն։ Արբանյակը երկրագնդի մոտով անցնելով, երբ որ երկրագունդը գտնվում է այդ ճոճքի այս մասում, նա սկսում է ավելի արագ, քան իր արագությունը, սկսում է այսպես բարձրանալ։ Երբ որ նա այդ արագությամբ շարժում է, արդեն նորից այստեղ նորից են արագացնում եւ հետագայում նրան այս երբ որ գտնվում է այստեղ, նրան դանդաղեցնում են եւ ստիպում, որպեսզի այդ 150 միլիոնի դեպքում, հեռավորության դեպքում արդեն կանգ առնի եւ բնական պտտվի, քանի որ արեգակը նույնպես արդեն հանգստի վիճակում է գտնվում։ Իսկ այսօրվա դրությամբ, երբ որ արեգակնային համակարգությունը հանգստի վիճակում է, երբ որ երկրագնդի շուրջը կամ այլ մոլորակի շուրջը արբանյակ պտտեցնենք, այդ երևույթը այլևս տեղի չի ունենա։ Դա միայն երբ որ
արեգակնային համակարգությունը, արեգակը սկսում է ճոճվել իր առանցքի շուրջը, միևնույն ժամանակ նրա տետ դաշտը արդեն դառնում է ալիքաձև, միայն այդ դեպքում է դա կատարվում։ Եվ այստեղ ես հին ֆիլմերից վերցրել եմ եւ ցուցադրեմ մի հատված, որպեսզի նաեւ ձեզ հասկանալի լինի։ Լուսին երկիր հարվածի ժամանակ ինչպես է կատարվում։ Այդ հարվածի ժամանակ երկրի վերին շերտերից ընկնելով խրվում է ծառը արմատներով հողի մեջ եւ արդեն այս ընթացքում ստեղծվում է ծառը։ Միայն անշունչ բնությունն է, որ մխրճվում է այդպես, իսկ այստեղ դելֆինն է, դա այսինքն ծովը եւ հարվածել է նաեւ լուսինը, դրանից է ծնվել։ Թռչունը հարվածել է լուսնի վրա եւ երկրագնդի այն հատվածում, որտեղ հող է, նույնը փիղը, նույնը մնացած բոլոր կենդանիները, դա այդպես է տեղի ունեցել, իսկ մարդը ավելի մանրամասն դիտեք վերին շերտերում, երկրագնդից վերին շերտերում, սա արդեն սխեմատիկ է ցուցադրված, նրա ոսկորները, այդ պլազմայից հետագայում օրգաններ եւ այլն եւ վերջում նա պպզելով ընկնում է երկրի վրա եւ այս խողովակը այդ իրար հարվածելու այդ խողովակի մեջ միայն այդ ձևով, նույնը Լեոնարդո դա Վինչին է գտել, որ այդ ձևով ստացվում են բոլոր այդ եւ մարդիկ, եւ կենդանիները, եւ ամեն ինչ երկրի վրա, միայն այդ ճանապարհով կարելի է ստանալ, այլ ձև չկա եւ այլ ինչ որ մի պայման լիներ, քանի որ 3000 տարի նրանք են հսկում, դե թող ստացվեր ինչ որ մի բան, այսինքն պետք է լիներ արեգակի գալակտիկայում հյուսիսից հարավ անցման այդ պահը, որպեսզի ճոճ կատարվեր եւ այդ ժամանակ երկիր եւ լուսին կարողանային իրար հարվածել, միայն այդ պայմաններում կարող էր ստեղծվել, ինչպես է պատահել, որ մարդիկ գոյություն ունեն միայն այստեղ եւ հայամոլորակի վրա այդ անձնավորության երկրորդ հարցը, քանի որ հայան եւ նուբարը, ինչպես նաեւ երկրագունդը եւ լուսինը ունեցել են նման արբանյակ եւ հայայի ժամանակ դա տեղի է ունեցել այս դեպքում եւ սրանից հետո մոտարապես 30 միլիոն տարի մի քիչ ավել նրանք ապրել են մինչեւ այստեղ եւ մեզ հետ կատարվել է արդեն այս պահին, նրանք եթե սա շարունակեի ես, նրանք այստեղ է կատարվել շրջադարձ, որ նրանք ստեղծվել են մեզնից շուտ, իսկ մենք արդեն նրանցից ես կլոր թվերով եմ ասում, որպեսզի հասկանալի լինի, 30 միլիոն տարի հետ է մեզ հետ կատարվել եւ մենք այստեղ ենք, մենք դեռ կարող ենք մինչեւ այստեղ գոյություն ունենալ, այստեղ նորից կատարվելու է այն ինչ որ հայայի հետ է կատարվել, կարող է մենք կարողանանք լուսին, երկիր, այնպիսի երկիր լուսին եւ երկիր արև այնպիսի հեռավորության վրա պահպանել, որ ոչինչ չստացվի, թեպետ արդեն այստեղ պայմանները շատ ավելի վատն են, քան հյուսիսային կիսագնդում, դա էլ հարց է, եթե ուսումնասիրեք, կհասկանաք այդ մասին երկար բարակ չասեմ, եւ դրա համար միայն հայայում դա չեմ կարող ասել պատահականություն է եղել, որ ստացվել է եւ հայայում 52,000 տարի է եղել եւ հայան դրա համար երկրագունդը եւ լուսինը արեգակի հեռավորությունները այնպիսին են ընտրել, որ դարձել է 80 միլիոն տարի, 78-82 միլիոն տարի այդ ամենը
Դա է պատճառը, եւ միայն այդտեղ կարող էին տեղի ունենալ մարդիկ, քանի որ հարվածելուց ստեղծում են նախ մթնոլորտը, հետագայում ուժեղ հարվածներից հողը ստացվում է պարարտ հողը, որտեղ բույսեր պետք է աճեն, հետագայում բույսերը, կենդանիները բոլորը միասին տարբեր հարվածներից, եթե լուսնի վրա դիտեք, կտեսնեք, որ նրա երկրի մոտ երևացող մասի վրա շատ մեծ կլոր այդպիսի փոսիկներ կան, հենց դա է, որը երկրին հարվածելով եւ այս երկրի մթնոլորտի վերին շերտերում արդեն սկսել է դա ստեղծվել։ Այս երևույթը նույնպես բացատրեցի, որ երկուսը կանդենսատորներ են, երբ որ մոտենում են նրանց մեջ պարպում է տեղի ունենում, հենց այդ պարպումից է այդ ամենը առաջացել։ Ինչպես է կյանքը ծագել հայամոլորակի վրա, ասեցի, գիտեն նրանք, կամ նրանց թույլատրված չէ մեզ ասել։ Նույն ձևով են առաջացել, եւ եթե այո, ապա պետք է փակենք բոլոր ատոմակայանները, սա արդեն այլ հարց է, այդ դեպքում ինչպես պետք է լոգանք ընդունենք, ինչպես պետք է եփենք, ինչպես պետք է արտադրենք մեզ մեքենաներեն պետք է էլեկտրական տրանսպորտային միջոցներ, այսպիսով ինչպես պետք է թռչեմ Հայաստան առանց ինքնաթիռի, հուսով եմ նրանք կարող են տեսանյութ բացատրեմ նաև այսքանը, եթե կա էլեկտրակայաններ եւ եթե այդ էլեկտրակայանները լինեին 1900 մինչև 30-ական թվականների մակարդակը, ապա մարդկանց ֆիզիկական ընդունակությունները եւ կենդանիների, նույնը նաեւ բույսերի այդքան չեր ընկնի։ Իսկ այսօրվա պայմաններում տոտալ մահվան է գնում երկիր մոլորակը, քանի որ կրկնել նախորդ ֆիլմերից ինչ է տեղի ունենալ։ Մարդիկ ապրում են բարձրահարկ շենքերում, այսինքն ապրում են ճագարների, կռիվների նման այդ կվարտիրաներում, մեկ հարկանի կամ երկու հարկանի տներում ապրողների համար այլ է, նրանց համար այլ է։ Երբ որ տեղի ունեցավ մագնիսական դաշտի փոփոխություն, այդ ամենը հավասարվելու է 0-ի, միանգամից նրանք մահանալու են։ Ինչ կարիք կա էլեկտրաէներգիա, երբ որ մոտ 160 տարում հնարավոր է նորից վերականգնել այն ամենը, որպեսզի մարդիկ լինեն ֆիզիկապես ուժեղ, որպեսզի կարողանան պայքարել այդ ամեն ինչին եւ նախ իրենց մարմինը պաշտպանեն, հետագայում իրենցից ծնվածները եւ այլ ծնվածները վերականգնվի նրանց հիշողությունը եւ կարողանան որպես մարդ գոյատևել երկիր մոլորակի վրա։ Եվ դրա համար բրուտը տանում է ավելի խորացման, ավելի բարձր տեխնոլոգիաներ, ավելի մեծ քանակի էլեկտրաէներգիայի եւ մեքենաներ եւ այլն օգտագործում, որը խլում է դաշտերը մարդկանցից, կենդանիներից, բույսերից, հողից եւ դրա համար այսօր քիմիայի վրա է նստած մարդկությունը եւ դրանով վերացնում է մարդկանց, իսկ 160 տարին ըստ 111-ի հաշվարկների դա քիչ ժամանակ չէ, որպեսզի վերադառնալ նախորդ վիճակին, ինչ որ սարքեր էլեկտրական եւ այլն թողնել, որոնք շատ փոքր են վնասում, որպեսզի քանի որ մարդկությունը չի կարող արագ անցնել դրան, հետագայում ամեն ինչ վերացնելով, որպեսզի կարողանա մարդը ինքը իրեն, իր նմանին, իր երեխային պաշտպանի, փախչելու համար հարմար տեղ իրեն գտնելու այդ ամենից։ Սա է այն ամենը, իսկ եթե դուք փորձում եք, որպեսզի ձեր երեխաները, այս անձնավորությունը եւ բոլորը թող հարցը տվել, ձեր երեխաները, ձեր թոռները ապրեն այդ փոքր Արմագեդոնից հետո, ապա այդ ամենը դառնում է փուչիկ։ Եվ նորից այստեղ կրկնեմ, որպեսզի հասկանալի լինի, ինչպես ասում են, ինչի շնչահեղձ չեղան։ Հայերը 33, այս 34-րդ անգամն է հսկում են երկիր մոլորակը, ամեն 80,000 տարին մեկ տեղի ունեցել այս ամենը, եւ նրանք տեսել են, որ այն հայերը, որոնք
գնացել են տարբեր մայր ցամաքներ, տարբեր երկրներ եւ այնտեղից չեն վերադարձել, երբ որ կատարվում է այդ փոքր Արմագեդոնը, մագնիսական դաշտերի փոփոխություն, եւ նրանք նորից են գնացել Հայաստանից, այդ երկրները տեսել են, որ իրենց նախնի տեսակները վերացել են բոլոր տեղերից բացի Հայաստանից, հենց դա է պատճառը, եւ դրա համար հայ աստվածները գրած հայկական աստվածավանությունը դա ամենաբարձրն է աշխարհում, եւ այո, ինչպես պետք է քաղաքները գոյատևեն առանց էլեկտրաէներգիայի, դա հնարավոր չի լինի, եթե չլինի ազատ էներգիա, որից մենք պետք է օգտվենք տիեզերքից, ազատ էներգիա ամենաբարձր կարգի էներգիան կարելի էր ստանալ երկիր մոլորակից, բայց որը նույնպես ցանկացած էլեկտրական էներգիա եւ ցանկացած մեծ քանակի վառելիք օգտագործելով մենք վնասում ենք էֆիրը, տետե դաշտերը, որը պետք է նրանց մասնիկները մտնեն մեր մեջ, որովհետեւ մեր ատոմներն էլ նորմալ աշխատեն, եւ ցանկացած էներգիա, որը նաեւ մենք գիտենք կարող էին առանց էլեկտրակայանների ստանալ, նույն երևույթներ տեղի ունենալու, որը կա երկիր մոլորակում, այո, եւ եւս մեկ հարց ես ունեմ, Հայայի բնակիչները դեռ կենդանի են, ինչպես նշեցի, Հայայի բնակիչները հենց առաջի անգամ վերացել են, քանի որ սա իրենց մոլորակը չէ, իրենք այստեղ էթնիկ հող չունեն, նրանք վերացել են, եւ երկրորդ անգամ հայերն են կատարել Չինաստանի տարածությունում, որի հետքերը դեռ կան, այդ ամբողջ ստուգումները, որ հիշողությունը մտնի նոր հայերի, որը մտել է հայերի, չինացիների, հնդկացիների եւ տոկոսային հարաբերությամբ, եթե 18 մարդ հայ է ստացել, ապա 5 մարդ չինացի է ստացել, 4 մարդ հնդկացի, 1 մարդ կամ կես մարդ կամ 200 տարին մեկ մարդ ստացել է գերմանացի։ Հայայի բնակիչները մահացել են ամբողջությամբ, մենք հայերս ենք ընդունում ամենաշատը նրանց հիշողությունը եւ այն հայերը, որոնք ընդունում են այդ հիշողությունը, իրենք արդեն հայից վերածում են հայ, սա է բացատրությունը, ուրիշ ոչինչ չկա։ Եթե դուք նորից կրկնեմ, եթե կա Պողոսը հիշում է, որ ինքը ծնվել է Պետրոսից, ինքը օրինակի համար զբաղվել է հողագործությամբ եւ այլն, անասուններ է պահել եւ նրա հիշողությունը ամբողջապես հանում ենք նրանից, նրա մեջ մտցնում ենք Արամայիսի հիշողությունը, ապա նա դառնում է Արամայիսը, թեկուզ տեսքով նման է Պողոսին, բայց ինքը արդեն Արամայիսն է, քանի որ դա է նա հիշում։ Այստեղ շատ կոնկրետ պատասխանեմ, տիեզերքը նույնպես մահանալու է, անմիշտ ոչինչ չկա բացի ոչինչից, ոչինչն է, որը միշտ կա, իսկ ինչ է ոչինչը, դա միայն բրուտի համար, բրուտին ապտակելու համար կլինի այդ ֆիլմը, դրա համար որոշ հարցեր աղոտ եք հասկանում, իսկ նա, որ ապրել անմիշտ, դա հնարավոր չէ, ամեն ինչ կենդանական, ոչ կենդանական եւ տիեզերքը ամեն ինչ ծնվում եւ մահանում է, քանի որ գտնվում է անընդհատ շարժման մեջ եւ դա ստիպում է նրան ծնվել եւ մահանալ, չկա անմիշտ կյանք գոյություն չունի, դա խաբեություն է եւ այո, կարող եմ հաստատել այն ինչ ես
կերել եմ Հայաստանում, պարզապես համեղ չէ ինձ համար, ամեն ինչ այնքան անեմ, իսկ Հայաստանում եւս պարզապես թույլ եմ զգում, հանկարծ ես թույլ եմ զգում, ինչ կարող է պատահել, եւ ինչու նրանք մեզ համար կարդացին միայն 3 օրենքները, այդ դեպքում որն է 7 օրենքները, որն է 3։ Հայաստանում դուք պետք է ձեզ վատ զգայիք եւ ցանկացած ինչ որ մեկ Հայաստանում նույնպես պետք է վատ զգա։ Դա ոչ թե մեր ասացի պատճառն է, որ դուք վատ եք զգում, այլ ընդհակառակը պետք է լավ զգայիք, այլ պատճառը նա է, որ Հայաստանում է գտնվում նահանգների ամենամեծ դեսպանատունը, երկրորդը, 1000 մարդով եւ 7 բիոլոգիական լաբորատորիաներ, եւ այդտեղ բրուտները առաջինը միշտ հայերի վրա են գործում իրենց սրիկայությունները, եթե հայերը պարտվում են այդ սրիկայությանը, ամբողջ աշխարհը կպարտվի, եւ հենց դա է պատճառը, որ Հայաստանում դուք ձեզ վատ եք զգացել, անհամ է եղել, եւ բացի դա Հայաստանի բնակչությունը այսօր անտարբեր, ոչ մեկի պետքն էլ չի, թուրքը գա իրենց տուն էլ մտնի, իրենց պետքը չի, իրենք իրենց թուրքի կողքով կանցնեն, կգնան իրենց հացը կուտեն կամ հեռուստացույցը կդիտեն կամ կպարկեն քնեն չնկատելով, որ կողքին թուրք է։ Հենց դա է, որ այդ 7 լաբորատորիաները նրանք հայերի վրա փորձարկում են այդ ամենը, եւ դա Նիկոլի ժամանակներից չէ, դեռ Սերժի ժամանակներից այդ լաբորատորիաները տեղադրվել եւ հայերին տոտալ ոչնչացնելու ձևերից մեկն է նաեւ։ Այս մասին ես ասել եմ, ինչ տարբերություն 7 թե 10 օրենքներ։ Այդ 10 օրենքներից մի քանիսը, բացի նա, որ ես եմ ձեր Աստվածը, դուք պետք է ինձ լսեիք, ես Տերն եմ, դուք ոչխարները, բացի այդ մի քանիսը, մնացածը բոլորը մեզնից գողացած է, հայերից գողացած այդ օրենքներն են, եւ ամեն ինչ գողացած է հայերից, եւ ինչ որ երկրներում գյուտեր է կատարվում եւ այլն, դա հայերից գողացածներն են։ Ինչի մինչ օրս չեն խոսում, որ օրինակի համար ձեզ հայտնի տվյալներ տան, որ Անանյա Շիրակացին դեռ ասում էր, որ երկրագունդը կլոր է եւ նա ունի մթնոլորտ, կամ ինչ է Նյուտոնը գտել, ոչ Անանյա Շիրակացու ասածը, աշխարհը լռեց եւ միայն Կոպեռնիկոսն ասեց եւ դրա համար գտան Ամերիկան։ Ինչ բրուտին ոնց հարմար է, այդպես էլ այդ ամենը ասում։ Եվ երկրորդ հարց, ինչ է Նյուտոնը ինչով է մեծ համարվում իբր գտել է, որ եզերքին դիտելուց ամենաճիշտ ձևը հայելային ձևն է, ավելի կոնկրետ որոշելու դիրքերը եւ այլն, որը դա այդ հայելին, ջրային հայելին կատարել էր Շիրակացին եւ Շիրակացու կատարած աստղային քարտեզը ամբողջությամբ համընկնում է նա, որը այդ ժամանակ տեսանելի էր եղել այսօրվա բոլոր աստղերի դիրքին։ Ինչի չի նշվում Շիրակացիներ, մեծ որովհետև բրուտներին պետք չէ, որ հայերը մեծ լինեն, ամեն ինչ պետք է քողարկել, սվաղել այնպես, որ հայերի անունը ոչ միտեղ չհնչի, միայն Նիկոլի ախմախություններով, Նիկոլի ազգադավությամբ, այդ 120,000-ի կամ այսօր էլ են ամերիկացի մի տեղակա դիրիժորը ֆիլմ էր դրել, որ Նիկոլը մի եկեղեցի է գնացել եւ այնտեղ տարբեր քաղաքներից ու գյուղերից մարդիկ են գնացել, տաքսիներով, մեքենաներով տարել են նրանց եւ այդ է ազգը, ասում եք եկեք փրկեք, դրանց կանք փրկենք, ում կանք փրկենք, եթե մարդիկ իրենք են գնում իրենց ձերքով, որ իրենց Նիկոլը կամ Նիկոլա նմանները բռնաբարեն, մենք ասենք չէ, մի բռնաբարվի արի, եթե ինքը իր կամքով գնում է այդտեղ։ Ինչ տեխնոլոգիայի մասին է խոսքը, ինչպես կարող եմ այս հիշողությունները ստանալ, ես պարզապես մեկ բան չեմ հասկանում, ինչպես կարող էին նրանք
հաղթել աստվածներին ին զենքով և հին աստվածները հակահարված կտան և եթե արհեստական բանականությունը պատրաստվում է ոչնչացնել նրանց, ինչու նրանք ստեղծեցին նման բան, նրանք պետք է որ հասկացած լինեին դա չէ և ով էր Հայկը, նա Հայայի որդին էր, այո ևս մեկ հարց, ինչպես առաջացան սերը, միթե աստվածները չտեսան, որ այս սերը վտանգավոր են, հուսով եմ կլինի 4-րդ մասը, այն շատ հետաքրքիր էր։ Տեխնոլոգիաները և գիտությունը դրանք շատ պրիմիտիվ, եթե հասկանում ես իրողությունը։ Սա նույնն է, երբ որ թարս կանգնես և 10 հոգուց մեկը քեզ հարվածի և շրջվես պատասխանես, թե ով էր։ Եթե դու չգիտես, թե ով պետք է հարվածի կամ այդ սարքը, ծառը, փայտը, քարը, ոսկին և այլն, և ինչպես է շարժվում թռչունը կամ մայիսյան բզեզը ինչ է մեկ օր հետո նա վայր ընկնում, եթե այդ ամենը չես հասկանում, ապա ինչ տարբերություն, թե ինչպես է ապրում։ Այսինքն նախ պետք է կարողանալ հասկանալ, ինչպես նրանք հաղթեցին հայ աստվածներին, ին զենքով, հայերի ստեղծած զենքով, ասա։ Հայերը երբ որ 20-22 հազար տարի առաջ կառուցում էին բուրգերը, այնտեղ պետք է մասնագետները գնային հայեր, տարբեր մայրցամաքներում, և հայ այդ մասնագետները ունեին ընտանիքներ, որոնք պետք է սնվեին, իսկ իրենք գնալով այնտեղ, աշխատելով պետք է ինչ-որ չափով վարձատրվեին, դա տվյալ օրինակ Եգիպտոսում երբ որ կառուցում էին, եգիպտացիները կամ Աֆրիկայի բոլոր տեղերից գալիս էին դա անվճար օգնում, քանի որ դա իրենց համար էին հայերը պատրաստում, բայց հայերը դա պատրաստելով, դա իրենց կյանքը զոհաբերում էին հանուն նրանց, բայց նրանք էլ ունեին Հայաստանում ընտանիքներ, և 1-2 տարին մեկ նրանք վերադառնում էին իրենց ընտանիքները, գնում էին այլոց այնտեղ, և այդ ժամանակ ստեղծվեց նաև արծաթե, ոսկե, բրոնզե դրամները, որը նաև կործանեց այդ ամենը, և սկսվեց բրուտների կեղտոտությունները հենց այդ պահերից, և վերջում 3200 քանի տարի հետո կարողացան արդեն իրենց ամբողջ աշխարհին տրամադրել իրենց կողմը և վերացնել հայերին, իսկ հայերը կտոր, մի մասը Եգիպտոսում, մի մասը Աֆղանստանում, մի մասը օրինակի համար այսօր որ ասում են Ղրիմում, մի մասը Բալկաններում, նրանք հերթով տուրն էին տալիս մեկը մյուսին չպաշտպանելով, չօգնելով, և այդպես էլ ամբողջը կորցրվեց, իսկ հայ աստվածներին եթե լսեին, նաև այդ կառավարիչները, որոնք արդեն իրենց աստված էին զգում, ինչպես Նիկոլը, Սերժը և այլն, ամենը մի տարածությունում, այդ ամենը տեղի չէր ունենա, նույնը այսօր Հայաստանում 10-20 տարի առաջ դեռ Լևոնի ժամանակվանից ասել ենք և ասել եմ, որ գործարաններ քանդողները դրանք սպանում են ազգին, գիտահետազոտական ինստիտուտներ կատարողները արագ են սպանում ազգին և այլն, որը կատարվում է և ինչ տարբերություն այն ժամանակ նույն տականքները կային և այսօր էլ նույն տականքները կան,
Եվ մինչ այդ կատարվում էր տականքների ոչնչացում, հետագայում տականքների ոչնչացումը արգելվեց, քանի որ ազգը փոքրանում քիչանում էր եւ տականքները շատացան, խելացիները հեռացան։ Էս է, որը կատարվել է միշտ հայերի հետ։ Հայկը ինքը հայ է, նա հայա չէ։ Միգուցե հայայի խելք եւ ամեն հիշողություն ընդունել է, ես դրա մասին տեղյակ չեմ, բայց ինքը հայ է եւ ինքը նույնպես շատ մեծ աշխատանքներ է կատարել, որը նույնպես ապարդյուն է անցել նման տականքներ ունենալով միշտ ազգում։ Իսկ 1-2-10 հոգու աշխատանքը, երբ որ ամբողջը ոտքի չի կանգնում, դա զրոյի է հավասար։ Եվ այսօր էլ որ ասում են եկեք փրկեք, եկան փրկեցին, այսինքն Նիկոլը չկա։ Բայց կան հարյուրավոր Նիկոլներ, որոնց նույնպես ծափ տալով պետք է ընդունեք եւ հետո բղավեք մեր վրա, ինչպես Նիկոլի ժամանակվա ֆիլմերում նույնիսկ ինձ արգելափակում հայոյանքներ էին տալիս ոչ թե իմ մոտ, այլ տղաների մոտ, իմ մոտ փակեր, որ մեր Նիկոլն եկել է մեզ փրկի, լա տեսեք, լկտի ձևով, անուղեղ, անմակարդակ ձևով այդ ամենը ասում էր, ինչ, այսօր էլ արդեն վերանում եք, երբ որ ասում են վերանում եք, նորից ձեր ոչ ոքի պետք չէ։ Սերը դա այլ երևույթ է, սերը դա երբ որ օրինակի համար փողոցում գնում եք եւ շրջում տեսնում եք, որ ինչ-որ մեկը ձեզ նայում է, այսինքն ինչպես ցանկացած տիեզերական մարմին, նույնպես երկրի վրա գտնվող ցանկացած մարմին, հեռախոս, աթոռ, մարդ, ծառ եւ այլն, ամեն մեկը ունի նաև իր էֆիրը, իր տետե դաշտերը եւ այդ տետե դաշտերից արձակված այն հայացքը, որով նա դիտում է, ձեզ հասնում է այդ էներգիան հենց ինչպես էլեկտրամագնիսական եւ այլն, ես դա ավելի խորը հետագայում կբացատրեմ, բայց այսօր ժամանակը չէ, 1 ժամ էլ արդեն խոսում եմ։ Եվ այդ մարդը հաջորդը ընդունում է դա, որ իրեն նայում է, հետո աչքերի նայելու ձևով եւ հիմնականում, եթե խելացի մարդիկ են, դա ներծծվում է, հասկացում է, որ այդ մարդը իր նման է, այդ մարդը ունի հին հոգի եւ ինչ որտեղ նրանք նաեւ այդ կարծես հանդիպել են 100 տարի, 1000 տարի հետո եւ այլն եւ այդպիսով ընդունում են մեկը մեկին, հասկանալով ինչ որ չափով նրա ներքին զգացմունքները եւ այլն, այդ ամենը դա այլ հարց է, նորից եմ կրկնում, տղաներն են զբաղվում դրանով, իմ միակ հարցը եւ իմ միակ նպատակը, հենց իմ նպատակը նա է փրկել կամ Հայաստանը կամ բրուտին հարվածել, իրեն էլ հավասարացնել ցեխի, ինչպես է մեզ հավասարեցնում ցեխ։ Եվ նախորդ ֆիլմում բացադրեցի, նորից կարճ ասեմ, տիեզերքի բացադրությունը հարվածում է իրեն ամբողջապես։ Եվ դա մասնավոր ձևով, ոչ խորը ձևով տարբեր մարդիկ հասկացել են, դեռ բոլորին ոչնչացրել են։ Տեսլային, որը նույնպես հայկական ծագում ուներ, ինչի վերացրեցին, քանի որ Տեսլան Ռուսաստանի երբ որ Սիբիրների վրա հարվածեց իր այդ սարքերով, նա նույնպես ստացավ կայծակներ եւ դրանից ստացվել տարբեր կենդանական տեսակներ, որոնց արագ վերացրեցին, որպեսզի մարդկությունը չհասկանա ինչպես են առաջանում կենդանական տեսակները։ Եվ շատ գիտնականներ հասկացել են դա եւ նաեւ
նախորդ ֆիլմում ասացի, Լեոնարդո դա Վինչին հասկացել է, որ մարմինները կարող են ծառը, ծաղիկը եւ այլն մարդը այդպիսի գեղեցիկ կառուցված կամ այդպիսի կառուցվածք ունենա, երբ որ ինքը կառուցվել է շարժվելով, ընկնելով ներքև։ Նա նույնպես մեծ գիտնական էր, ոչ թե նկարիչ։ Այսքանը այս ամենի մասին, եթե ավելի խորը հարցեր ունեք, խնդրեմ։